Ցեղասպանության մասին դատարկախոսողներին դուք մի լսեք, դուք ինձ լսեք։ Առաջին, Թուրքիան երբեք չի ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Սա մոռացեք։ Պետական մակարդակով Թուրքիայի Հանրապետությունը այդ բանը չի անելու երբեք։ Բայց Թուրքիայում միշտ լինելու են մարդիկ եւ ազդեցիկ մարդիկ, որոնք ճանաչելու են եւ խոսելու են այդ թեմայով։ Երկրորդ, աշխարհի որևէ երկրի հայոց ցեղասպանության ճանաչել-չճանաչելը չի առնչվում Հայաստանի Հանրապետությանը։ Սա ես ասում եմ բացարձակ վստահությամբ։ Ոչ մի երկիր երբեք հայոց ցեղասպանությունը չի ճանաչել մեր սիրուն աչքերի համար։ Բոլոր երկրները ցեղասպանությունը ճանաչել են հիմնվելով իրենց շահերի վրա։ Նույնիսկ իրենց եւ Հայաստանի հարաբերության հարց չի եղել։ Ոչ մի երկիր ցեղասպանությունը չի ճանաչել մեր հորդորով։ Ինչքան շատ հորդորենք միևնույնը չեն ճանաչելու։ Բոլոր պետությունները ճանաչելու են, երբ իրենց ձեռնտու լինի, եւ չեն ճանաչի, եթե իրենց ձեռնտու չլինի։ Եթե նույնիսկ ճանաչել են, կհայտարարեն, որ չեն ճանաչում, եթե իրենց ձեռնտու չլինի։ Երրորդ, մենք որպես պետություն կարիք չունենք որևէ մեկից պահանջելու, որևէ մեկին հորդորելու, որ ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Առավել եւս, երբ որևէ պետություն ճանաչում է հայոց ցեղասպանությունը, մենք անմեղսունակի տեսք չունենալու համար չպետք է գնանք եւ շնորհակալություն հայտնենք օրինակ Ֆրանսիային, որ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Դա անմեղսունակ պետության, անմեղսունակ քաղաքական գործչի վարք է։ Ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ոճիր է։ Երբ Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, դա ճանաչում է ոչ թե որպես հանցագործություն, որ կատարվել է Հայաստանի դեմ, հայ ժողովրդի դեմ, այլ ցեղասպանություն, որը կատարվել է մարդկության դեմ, այսինքն նաև Ֆրանսիայի դեմ։ Դրա համար Ֆրանսիայի հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի Հանրապետությանը չի առնչվում, դա մարդկության դեմ կատարված ոճիր է։ Այս միտքը հայոց մեծամեծ ազգայնասերները չեն ուզում ընկալեն, իրենց ուղեղի մեջ դա չի տեղավորվում։ Իրենք իրենց հակասում են, մի կողմից ասում են ցեղասպանությունը մարդկության դեմ է, բայց եթե Ֆրանսիան ճանաչել է, գնանք շնորհակալություն հայտնենք Ֆրանսիային։ Եղբայր դա մարդկության դեմ է։ Այդ ոճիրը մարդկության դեմ է։ Դա ֆրանսիացու դեմ է, դա ամերիկացու դեմ է, դա ուրուգվայցու դեմ է, դա մարդկության դեմ է, ոչ թե միայն հայ ժողովրդի դեմ։ Եվ Ռուանդայի ցեղասպանությունը, եւ հրեաների ցեղասպանությունը, եւ եզդիների ցեղասպանությունը նույնպես մարդկության դեմ արած ոճիր է, եւ դա նույնպես նույնքան վերաբերում է նաեւ մեզ։ Մենք որ ճանաչում ենք Ռուանդայի ցեղասպանությունը, մենք ճանաչում ենք դա որպես մեր դեմ կատարված ոճիր, ոչ թե Ռուանդայի ինչ որ մի էթնիկ խմբի դեմ կատարված ոճիր։ Առավելագույնը, որ մենք պիտի անենք, պիտի գոհունակություն հայտնենք որևէ պետության հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ։ Բայց մենք չենք կարող անմեղսունակի նման գնանք շնորհակալություն հայտնենք, ասենք շնորհակալություն, որ ճանաչել եք մեր ցեղասպանությունը։ Դա իրենք կընդունեն, կժպտան, բայց իրենց մտքում քմծիծաղ կտանք, ասեն էսով են էս անմեղսունակները։ Չորրորդը, Հայաստանը երբեք չի ունենալու այնքան ուժ եւ երբեք չի ունենալու կարիք, որ Թուրքիային ստիպի ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հետևաբար Թուրքիայի հետ արծարծել այդ հարցը մեզ որևէ օգուտ չի տալու։ Մենք պիտի այդ հարցը սառեցնենք, ընդունելով, որ կատարվել է մի ոճրագործություն, որ Թուրքիայի Հանրապետությունը շղթում է։ Դա լավ չէ, բայց դա իրականությունն է։ Եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ նորմալ հարևանական հարաբերություն կառուցել, այդ հարցի արծարծումը մեզ չի օգնելու։ Եվ վերջապես ամենակարևորը, հինգերորդը, մենք որպես պետություն ոչ թե պիտի լացենք, ոչ թե պիտի հեծեծենք, ոչ թե պիտի բողոքենք, ոչ թե պիտի մեր երեխաներին թունավորենք, ցույց տալով ցեղասպանության այդ դաժանությունները, մենք պիտի հիշենք ցեղասպանությունը եւ զբաղվենք մի հարցով, որով պետությունները զբաղվում են՝ վերացնել ցեղասպանության հետևանքները։ Հայաստանի Հանրապետությունը այդ ուժը ունի, հայ ժողովուրդը այդ պոտենցիալը ունի, Հայաստանի տարածքը բավարար է ցեղասպանության հետևանքները վերացնելու համար։ Դա հնարավոր է անել 10 տարում։ 10 տարին բավարար է, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այնպիսի պետական կառուցվածք, որ մագնիսի նման դեպի իրեն ձգի ամբողջ մոլորակի հայկական ռեսուրսը։ Ցեղասպանության հետևանքների վերացումը մեր ժողովրդի կարողությունների սահմանում է։ Հայ ժողովուրդը դա կարող է անել, եթե ցանկանա։